Ժորժան, փաստացի ավարտեցինք Wix-ի տրամաբանությունը, թե ոնց կարող ենք առնել, վաճառել եւ այլն, բայց մի հատ կարևոր կտոր կա, որը որ կարծում եմ շատ կարևոր է, ու այն է, որ երբ առնենք կամ երբ վաճառենք։ Դա մի փոքր ավելի շատ դեպի trading-ին ուղղված է, բայց կարծում եմ հետաքրքիր է, որ դուք իմանաք։ Ու որպեսզի ձեզ հեշտ լինի հասկանալ, որ պահին առնեք, որ պահին վաճառեք, առանց շատ խորանալու մի քանի հատ գործողություն կա, որ ձեզ ուզում եմ սովորեցնել։ Առաջի բանը այն է, որ եկեք սա մի վայրկյան փակենք, հեսա կբացատրեմ, որ տեսեք գինը բարձրանում է, գինը իջնում է, բարձրանում է, իջնում է, շարունակական դա է տեղի ունենում, ու որ պահերին կարող ենք մենք առնել կամ վաճառել երկարաժամկետ իհարկե, ոչ թե կարճաժամկետ տրեյդինգով, այն հատվածներն է, որ երբ որ RSI-ը դեպի գերգնված կամ գերվաճառված է։ Ինչ է RSI-ը։ RSI-ը մի հատ ինդիկատոր է, որը որ դուք կարող եք ձեռք բերել անվճար tradingview.com-ում, okay, եկեք sense մի փոքրացնեմ, կտեսնեք tradingview.com։ Երբ որ գրեք, եկեք իրար հետ անցնենք ճանապարհը, որ բարձ լինի ձեզ։ Leave tradingview.com-ը այս ծրագիրն է, որը որ անվճար է, վճարովի տարբերակներ կա, ու ինչ եք անում, գալիս եք այստեղ նույնիսկ առանց ռեգիստրացիա լինելու էլ է լինում, բայց եթե ռեգիստրացիա լինեք, առնվազն անընդհատ ձեզ չի ասելու, լոգին եղեք, ռեգիստրացիա եղեք, կյանքները չի ուտելու, ու երբ որ ռեգիստրացիա եք լինում, որը որ շատ հեշտ է, կարող եք գալ այստեղ Bitcoin-ի գրաֆիկան բացել, եւ Bitcoin-ի գրաֆիկան երբ որ բացեք, գործողությունը հետեւյալն է, որ գալիս եք այստեղ ինդիկատորների մեջ, ման եք գալիս RSI, okay, Relative Strength Index-ը, այսինքն ուժգնության հարաբերական ուժգնության ինդեքսը ինքը թարգմանվում, որտեղ որ մեզ հուշում է, որ ուժեղ է շուկան, թե թույլ է, վատ է, թե լավ է։ Ու ոնց ենք մենք դա հասկանում, այս է ինդիկատորը, RSI-ը, կտեսնեք, որ ինքը աջ կողմը, հա, միջև 100 է ու 0։ Ու այստեղ մեջտեղը կա 70 եւ 30։ Այստեղ ներքև 30, այստեղ վերևը 70։ Ինչա նշանակում 70, երբ որ գինը գալիս է 70-ի սահմաններում, նշանակում է, որ ինքը գերգնված է ու գինը պետքա իջնի։ Ու երբ որ իջնում է 30 կամ ներքև, նշանակում է, որ գերվաճառված է ու գինը պետքա բարձրանա, հանգստանա եւ այլն։ Իսկ սա որպես հիմք դուք կարող եք օգտագործել ձեր տրեյդինգում, որ երբ որ բարձրանում է, օրինակ տեսեք այստեղ բարձրանում է 24 թվականին, չնայած ինքը բարձրացող էր այդ պահին, բայց այստեղ տեսնում ենք, որ սկսում է իջնել, հետո նորից բարձրանում է վերև, այստեղից սկսում է իջնել, այսինքն այս հատվածներում դուք կարող եք վաճառք անել, ինչպես նաև այստեղ տեսնում եք 125,000-ի սահմաններում նույնպես էլի գերվաճառված էր, չնայած կարող էր ավելի վերև բարձրանալ, բայց սա զուտ ձեզ որպես տեղեկություն, հա, այստեղ հիմա այս պայդրությամբ ունենք 26 RSI, որտեղ որ մեծ պոտենցիալ կա, որ այստեղից սկսի բարձրանալ։ Սա պետքա նայենք եւ շաբաթական, այստեղ աջ կողմը կարող եք բացել շաբաթական գրաֆիկա կամ օրական գրաֆիկան, որ ձեզ հեշտ լինի։ Նույն տրամաբանությունը լայս է, տեսնում եք, իջել է 27, 25 եւ այլն, այստեղ որոշ չափով կանգ առել ու 20,000, 17,000-ի սահմաններում ու բարձրացել է էլի վերևներ։ Այստեղ նույնպես տեսնում ենք ինքը իջնում է, բարձրանում է, շաբաթական գրաֆիկայով ավելի ծանր է RSI աշխատում, որտեվ ավելի դժվար է լինում, էլի մի խոսքով այստեղ տեսեք նոյեմբերի 25 թվական նոյեմբերին իջել էր այստեղ ներքևը, որից հետո էլի բարձրացավ ինչ-որ չափով, հետո էլի ընկել է այստեղ ու հավանականությունը, որ կբարձրանա մեծ է, նույն լոգիկան,
օրական արդեն գրաֆիկայով այստեղ տեսնում ենք, որ 70 պիկերում անընդհատ շուկան իջնում է, այստեղ ներքևը օրինակ իջավ այստեղ, բարձրացավ մի քիչ իջնելուն պես, էլի շարունակեց վերև բարձրանալ ու ինքը էսա, տեսեք, այստեղ իջավ, այստեղ RSI 30-ից ներքև, շարունակական վերև ներքև անում։ Սա կարող եք օգտագործել այս գիտելիքները, որ առնվազն մեջտեղները չառնեք կամ վաճառեք, որտեվ անորոշ է։ Սա հասկացանք։ Իրականում կա սենց բան կոչված դիվերգենցիա RSI, որտեղ որ RSI-ը ենթադրենք բարձրանում է, բայց գինը ընկնում է, սա հուշում է, որ նույնիսկ ավելի ուժեղ պոտենցիալ կա, որ գինը կբարձրանա կամ կիջնի։ Այստեղ ես ինդիկատոր ունեմ, որտեղ որ սարքել ենք ու կարող ենք տեսնել ուրեմն դիվերգենցիաները։ Այստեղ տեսնում եք RSI-ը իջնում է, բայց գինը բարձրանում է, որից հետո հետևաբար գինը սկսում է անկում ապրել, այստեղ գինը իջնում է, RSI-ը բարձրանում է ու տեսնում ենք, որ այս կետից սկսում է բարձրանալ, սա նույնպես էլ եմ ասում օրական գրաֆիկան է, փոքր գրաֆիկայով ավելի շատ կարող ենք հանդիպել ու ինչքան շատ հանդիպենք, այնքան լավ գործարքներ կարանք ունենանք, okay? Սա 4 ժամանոցով է, տեսնում եք, որ իջնում է, հետո բարձրանում է։ Որոշ դեպքերում լինելու է, որ սենց շարունակելու է իջնել, որովհետև շուկան էս պայն շատ լուրջ գերճնշում ունի դեպի ներքև, հետևաբար մի փոքր զգույշ պետք է լինենք, բայց երբ որ հասնում ենք ինչ-որ X մակարդակների, մենք արդեն կարողանում ենք այս դիվերգենցիան ավելի խորացված դիտարկել։ Սա ավելի շատ նորից եմ ասում, թրեյդինգին է վերաբերվում, քան առնել պահելուն, բայց նույնիսկ եթե ուզում եք առնեք պահեք, եթե դիվերգենցիան հասկանաք, օրինակ այստեղ ենթադրենք շուկան այստեղից բարձրացող է, իջել է retracement-ից հետո, որպեսզի շարունակի վերև, սա ձեզ նույնպես կարա օգտակար լինի, որովհետև սա իսկապես աշխատող սիստեմա է։ Երկարաժամկետի մասին է իհարկե խոսքը գնում, կարա լինի մի օրից մինչև մի շաբաթ հանգիստ կարա այդ դիվերգենցիան աշխատի։ Հիմա, որպեսզի ձեր կյանքը նույնիսկ ավելի հեշտացնեմ, ես ուզում եմ ձեզ ներկայացնել Super Engulfing գաղափարը։ Super Engulfing-ը այն տրամաբանությունն է, որը որ դասերի շնորհիվ, երբ որ անդադ դաս տալու ընթացքում հայտնաբերել եմ այդ լամպոչկան, որ վառում է, ծնկ, այ մի հատ ձևաչափ է, հա, երկու մոմից բաղկացած, որը որ օգնում է մեզ հասկանալ ինստիտուցիոնալ փողը որտեղ է մտել, որտեղ է դիրքավորվել ու որ ուղղությամբ է գնալու։ Հեսա գրաֆիկայում ցույց տամ ու եթե դուք ցանկանաք կարող եք նայել այս ձևաչափը ու կտեսնեք, որ շատ ուժեղ գործարքներ նույնպես կարող եք բացել։ Եվ այստեղ մենք ունենք super engulfing-ները, որոնք մեզ օգնում են շուկայի ուղղությունը հիմնականում հասկանալ։ Տեսնում եք, այստեղ reverse դեպի վերև ունենք, այստեղ reverse դեպի ներքև ունենք ու կախված թե շուկայի ուղղությունը ոնց է market structure-ի հիման վրա, մենք կարողանում ենք շատ լավ գործարքներ որսալ, օրական շատ լավ աշխատում, փոքր գրաֆիկականները նույնպես լավ են աշխատում, կտեսնեք կարմիր, բոլորը իջնում է ներքև, այստեղ կարմիր ներքև, կանաչ վերև, կարմիր ներքև եւ այլն։ Սա այն տեսակն է, որը որ ես հայտնաբերել եմ, անվանել եմ super engulfing եւ մեկ վայրկյան ձեզ ցույց տամ, թե ինչ տեսք ունեն։ Տեսեք, այստեղ 8 տեսակն է, որ ունենք, բայց հիմնականը bull run-ն է, կամ ram bull-ն է, ram bear-ն է, այսինքն դեպի վերև բարձրացող, դեպի ներքև իջնող, դեպի վերև շրջադարձ, դեպի ներքև շրջադարձն է։ Սրանք են ու հաջորդ դասին ավելի մանրամասն բացատրել եմ, թե ինչա ոնց է, որտեղից կարող եք PDF-ը ձեռք բերել, ինչպես նաև
մի ամբողջ դասընթաց եմ նույնպես նկարահանել, որտեղ որ բացատրելու եմ քայլ առ քայլ ոնց պետք է անեք, ինչ պետք է անեք, որ այս ամենը նայեք։ Okay, դե կհանդիպենք հաջորդին, առայժմ։